շատ հետաքրքիր ձևով ենք անցկացնելու, շատ նոր շերտեր կա, ուզում եմ որ ինտեգրեք, ուզում եմ այդտեղից որ ապրեք, այդտեղից քայլեք, շնչեք, այդտեղից ստեղծեք, այդտեղից սովորեք։ Մեր անցած հանդիպումը ուշադրության մասին էր, ուշադրության էներգիայի մասին, ուշադրությունը թե որտեղ եք դուք կորցնում, որտեղ եք դուք սիրով փոխանցում, որտեղ եք դուք առավոտից արթնանի մոտ նվիրում ձեր ուշադրությունը, ու ովքեր որ ունեին այսօրվա հենց բառը մեր կենտրոնացում, ովքեր ունեին կենտրոնացում, ես հենց հանդիպման ժամանակ ձեզ ասել եմ, ինչ պրակտիկա պետք է անեիք, ովքեր որ լսել են ու արել են, շատ ուրախ եմ։ Հիշեցնեմ, որ կիսվեք մեր չաթում ձեր ձեռքբերումների մասին, պրակտիկաները, որ կատարում եք, փոփոխությունների մասին։ Մեր չաթը, նայեք, այնտեղ ովքեր որ նոր են միանում, մեր չաթը ունի իր օրենքները, երբ որ սխում եք վերևում ամրացված նամակները, հերթով որ բարձրանաք, այնտեղ գրած է խմբի մեր օրենքները։ Խմբում արգելվում է, որ լինկեր դնենք, ինչ որ Instagram-ից, նկարներ, ինչ որ գիֆեր, ինչ որ այդ տեսակ սմայլիկներ, բաներ, բայց խմբում խրախուսվում է կիսվեք ձեր ձեռքբերումներով։ Սա հիշեցնեմ, սա այն մակարդակն է, որտեղ որ դուք համել կարողանալու եք ձեր խոսքի ուժը ստեղ զարգացնեք, ձեր խոսքը ստեղ օգտագործեք, բայց կիսվեք ձեր ձեռքբերումներով, միմիայն ձեր անձնական փորձերով, ոչ թե ինչ որ բան լսել եմ, այսպես, այնպես։ Հիմա այսքանն է, ոնց հասկացա, այսքանն է պատրաստ։ Աշխատեք ընթացքում, եկեք մի հատ շնչենք, եկեք հիմա շնչենք, ես ուղղորդել եմ, փակ աչքերով չենք անցկացնելու այսօր, բաց աչքերով ենք անելու, որովհետև ուզում եմ, որ հենց կենտրոնացման էներգիան հասկանաք, գիտակցեք, ուզում եմ նաև այդ բերեք ձեր դաշտ, խարսխեք, ձեր առօրյայում հասկանաք, ոնց ձեզ արագ բերեք ձեր կենտրոն, ոնց բերեք ձեր ամբողջական կենտրոնը, ձեր ներսիսյունը ու ոնց գաք ներկայություն, անկախ ձեր ունեցած մտքերից, անկախ ներսում ձեր վրա հարձակված բոլոր տեսակի գիտակցության ծրագրերից, շերտերից, անցյալի, հիշողության, բոլոր դաշտերը, բոլոր շերտերը, որոնք որ ձեզ հնարավոր է, որ կարող նեղություն տան կամ նեղացնում են, ովքեր որ հիմա անցնում են ու քննություններ են տալիս, ներսի, ովքեր գիտեն ինչ եմ ասում, գիտեն, դա մենք անցնում ենք պարբերաբար, ու հիմա 2026 թվականին ովքեր որ տեղյակ են, ավելի հստակ է շերտը, մենք չի դադարելու էներգիաների բարձրացումը, հաճախականության բարձրացումը եւ մաքրումը, որակը, թափանցիկությունը, ծանր էներգիաները, բողոքը, տառապանքը, դրանք տեղ չունեն այսօրվա իրականության մեջ։ Մենք ինչքան խաղացել ենք այդ փորձերը, բավականաչափ է, հերիք է, արդեն հասկացել ենք, շատերս կշտացել ենք այդ փորձերից ու ուզում եմ, որ այսօր ձեր ամբողջ, գիտեք ոնց, հավաքեք ձեր բոլոր միկրո մասնիկները հիմա ստեղ։ Հիմա եկեք մի հատ շնչենք, քթով շնչում ենք, դեպի միանգամից դեպի ձեր որովայնի հատված, փորը կլորացնում ենք, քթով շնչում ենք դեպի փոր։ Մի պահ պաուզա ու բերանով։ Դանդաղ, այնպես արտաշնչեք, որ ձեր մարմին վերադարձեք, որ ձեր մարմնում ինչքան լարվածություն որ կա զգում եք, թույլ տվեք, թող դուրս գա ձեր, թույլ տվեք, թող, եթե պետք է, մի պահ մի հատ ձեզ շեյք, թափահարեք ձեր մարմինը, ուսերը, հարմար տեղավորվեք, ձեր ողնաշարը ուղիղ պահեք այսօրվա հանդիպման ընթացքում։ Սովորեք, գիտեք ոնց, ձեզ ամենալավագույնը դուք ձեզ տվեք։ Ձեր ամենալավագույն կենտրոնացումը, ձեր ամենալավագույն ռեզերվ ուժերը, որը պահում եք, որ մի օր հնարավոր է դուք ցույց տաք աշխարհին ձեր ամբողջ ուժերը, այսօր հենց այդ օրն է, այս պահը հենց այդ պահն է, որովհետև հիմա եք դուք ստեղծում ձեր այն բաղձալի իրականությունը, որը որ ուզում եք, այն վստահ էակը, որը որ ուզում եք քայլեք, որ ձեր հայացքը չի չնի ներքև, ձեր ձայնը չդողա, ձեր միտքը ձեզ չշարադրի դուք ինչ խոսեք, այլ խոսեք ձեր աղբյուրից, խոսեք ձեր փորձերից։ Դրա համար մի քիչ գործ է պետք անել, մի քիչ չէ, գործ չասեմ, լավ, պետք է ձեր ներկայությունը վերադարձնեք ձեր կյանք, տեղյակ լինել, ամեն ինչից ինչ որ կատարվում է ձեր ուղեղում, ձեր մարմնում, ձեր աղիներում, ինչ է մտնում ձեր բերանով, ձեր աչքերով, ձեր ականջներով։ Սա պետք է մի փոքր լրջացնենք, մի փոքր լրջացնենք չէ, բերենք, մարմնավորենք իրականություն։ Հիմա ովքեր որ անցնում են հիմա իրանց քննությունների միջով,
ովքեր որ տեսնում են անցյալի կրկնվող իրենց իրականությունները, ովքեր որ կատարել են աշխատանք, մեր հետ եկել են պրակտիկաները, ձեր մոտ հիմա շատ լավ ստացվում է, ուղղակի անցեք դրանց միջով։ Ուղղակի հիմա այսօր ինչ ենք անելու, նայեք, մենակ չեք անցնելու այդ իրավիճակների միջով։ Իրավիճակները որոնք են, երբ որ հասկանում եք, որ կորցրեցիք ձեր ոտքերի տակի հատակը, երբ որ հասկանում եք, որ դուք սկսում եք ինքներդ ձեզ հարցեր տալ ու դուք չգիտեք այդ պատասխանները, երբ որ սկսում եք ձեզանից սպասումներ պահանջել այս չափի մեծ սպասումներ, երբ որ մարդկանց առաջ, ձեր ծնողների առաջ, ձեր երեխաների, ձեր անուն կապ չունի, ում առաջ սկսում եք արդարանալ, դա առաջինը ներսում է տեղի ունենում։ Պետք է այդ ամեն ինչը սկսեք տեսնել։ Ու ես դրա պրակտիկան տվել եմ անցած մեր հանդիպմանը, որի ձայնագրությունը կա այս չաթում։ Պետք է այնտեղ ուղղակի լսեք ինչ եմ ասում։ Ես շատ պրակտիկաներ եմ ասում, որ դուք անեք։ Ուղղակի չեմ շեշտում, որ ովքեր իրոք գործ անող են, որ պարապացնեք ձեր կենտրոնից, որ հիմա նստեղ եք, ստեղ լսեք։ Չմտնեք հեռախոս փորփրեք, չնստեք, թռչկոտեք մտքերով։ Ստենց պետք է սովորենք։ Սա հիշում եք, ասել եմ, մեր խումբը կյանքի բազմաչափ ռեզոնանսը դա պատահական անուն չի։ Շատերդ եկել եք տարբեր պրակտիկաներից, եկել եք տարբեր փնտրել եք, հասկանում եք, փնտրել եք, եկել եք ստեղ։ Իսկ ստեղ ինչ դաշտ է։ Ովքեր են իմ հետ գալիս աշխատել, ովքեր են գալիս իմ մոտ անհատական պրակտիկաներ, ովքեր իրոք փնտրում են, ովքեր իրոք պատրաստ են ընդլայնմանը, ոչ թե ավարտելուն, ոչ թե դուք գալիս եք ստեղ որ ավարտենք, այլ ստեղծենք, որ կամաց ձեր կյանքը սկսեք զարդարել, որ կամաց ամեն քայլով սկսեք հասկանալ դուք ուզում եք երջանիկ, ուրախության, թեթևության, ազատության մեջ ապրեք, պարզության, թե դեռ ուզում եք խառը, 3D աշխարհի այնտեղ անընդհատ տագնապ ու վախ, խաբեություն ու ձևական աշխարհի մեջ։ Այդտեղ արդեն ամեն մեկն է որոշում։ Սա ինչի համար եմ ասում, շատ մարդիկ կլինեն, ձեր մարդիկ էլ, այն մարդիկ, ովքեր որ կիսվել են իմ հետ, ում որ ցույց եք տալիս, ասենք իմ YouTube ալիքը, կիսվում եք, կամ ձեր կողքի մարդիկ, որ ասում են, ես չեմ հասկանում ինչ է խոսում այս տղան, չէ՞։ Ինչ եմ խոսում, հայերեն եմ խոսում, բառերն ասում եմ իրենց անուններով, ուղղակի էներգետիկ ներկայություն չկա, դրա համար մարդիկ պատրաստ չեն լինում։ Ես քվանտային բառեր չեմ օգտագործում, ես ուրիշ բառեր չեմ, ես մեջքը ասում եմ մեջք, ես ասում եմ ձեր աղիները ձեր աղիներն են, գիտակցությունը, կենտրոնացումը բոլորին այդ բառը գտնում, եթե ձեր մարմնի ամենօրյա ամրացումը, եթե դա չի մտնում ձեր առօրյա ընթացքի մեջ, ձեր մարմնի առողջացումը, առողջ պահելը, դա արդեն դուք ձեր հետ պետքա հարց տաք, ձեզ էմոցիոնալ լինում է մի փոքրիկ տրիգերից անել, ձեր անցյալը խախտում է, ձեր մի փոքրիկ բաները ներսից սկսում են ձեզ հարցեր տալ, ու դուք ձեր ուղեղին սկսում եք հավատալ, սկսում եք պայքարել, կամ սկսում եք արդարանալ, ու այդպես ինչա տեղ ունենում։ Ձեր իրական ոգեղենությունը էներգիան կորցնում եք միանգամից կորցնում եք։ Հիմա հեսա ովքեր որ արդեն հավաքվեցին, պատրաստում ենք։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալի ուշադրության երկու տեսակ կա։ Հիմա ովքեր արդեն հարմար նստել են, պատրաստվել են, հիմա նայեք ինչ ենք անում, էլ չեմ կրկնելու, արդեն գնալու ենք ընթացքով։ Դրա համար ասում եմ, հիմա մի հատ շնչեք, հրահանգեք ձեր դաշտը, ձեր էներգիա հիմա։ Հրահանգեք, ինչ հրահանգեք։ Հրահանգեք խաղաղություն։ Հրահանգեք մաքրամաքուր պարզ վիճակ հիմա, որ ձեր ուղեղը, ձեր գիտակցությունը ազատ լինի։ Հիմա հրահանգեք մտքում, կրկնեք, ուղղակի մտքում, որ համաձայնվեք, տեսնեք ոնց է հանդարտվում։ Հիմա մի հատ քթով շնչեք նորից, վերադարձեք մարմին, ուղղակի վերադարձեք մարմին։ Հիմա զգացեք ձեր ոտքերը, կարակ շարժեք, կարակ իրար տակ, աչքերը չենք փակում, փորձեք չփակեք ամբողջ ընթացքում, որովհետև հենց աչքերի հետ ենք գործ անելու, ու ովքեր որ գիտեն, որ իրանք ուժեղ են, հիմա է պետք գալու ձեր ուժը, ու ստեղ պետք է գալու ձեր ամբողջ կենտրոնացումը։ Զգացեք ոտքերի տակ, ծնկները զգացեք, շնչեք, զգացեք, գիտակցությամբ, պատկերացեք ստեղից, ծորացեք, իջեք այդտեղ, ծնկները զգացեք, շնչեք, ամբողջ ընթացքում համ զգում ենք, համ շնչում ենք, պետքա ձեր բազմաչափությունը այսօր սկսեք օգտագործել, բազմաչափությունը դա ուղղակի բառը չի, ձեր արագությունն է, դա ձեր արագ սովորելու արագությունն է, հասկանում եք, այդ սուպեր փաուերը ինքը, այդ պետք է սովորեք։ Հիմա շնչում ենք, համ շնչում ենք,
Ովքեր որ նոր են միանում, միանգամից միացեք, որովհետև նոր ենք սկսում, շնչում ենք, մարմինն ենք զգում։ Մտքերը հիմա թողեք իրանք կտեսնենք, սենց կալեկոծվենք բարձրանան մտքերը, ոչինչ, հենց իրանց հետ ենք աշխատելու հեսա շուտով։ Չվախենաք տրիգերից լինի ոչինչ։ Մենք հիշում եք, պաշտպանություն չենք խաղում, ատակա ենք խաղում, ձեր բոլոր գիտակցության շերտերը, որ դուք արդեն այնքան հասուն հոգիներ եք, որ դուք պետքա պարզ տեսնեք այդ ամեն ինչը։ Ու պետքա կարողանաք իրաց անուն տակ։ Պետքա ուղեղի մեջ ունենաք պինցետ, հասկանում եք, պետքա կարողանաք բռնեք բոլոր պարազիտ մտքերը, արտահայտությունները, պատմությունները, որտեղ ձեզ փոքրացրել են, որտեղ ձեր արժանապատվությունը փոքրիկ կերպով խախտվել է, արտահայտված այդ կարգի տարբեր բաներով։ Հիմա մնում եք, ոնց ենք մնում, շնչում եք, անկախ ձեր բոլոր մտքերից։ Հիմա օրենք համար առաջինը, անընդհատ մարմինը զգում եք, անընդհատ։ Հիմա միանալու ենք ավելի։ Ու ես նոր շարունակել եմ զրուցել կենտրոնացման մասին, այդտեղ։ Հիմա ամբողջ ընթացքում ձեր գործը որն է լինում։ Չեք կռիվ տալիս ձեր մտքերի հետ։ Չեք դատում, քննադատում ձեր մտքերը կամ ձեր շեղբելը, սայթակելը, ուղեղի կլինի, տեսողության կլինի, թե մարմնի կլինի, կապ չունի։ Ձեր գործը ստեղ որն է այսօրվա ամբողջ ընթացքում վերադարձնեք ձեզ կենտրոն, նորից ու նորից։ Դա լինելու է ձեր այսօրվա ամենաուժեղ գործը, որը որ կանեք։ Ու իհարկե ես փոխանցելու եմ կոդերը, որ դուք ներսից թույլատրեք ձեզ, ովքեր ինչ չափով որ պատրաստ են։ Ահա, հիմա շնչում ենք։ Հիմա շունչը զգացեք, չէ՞, հիմա քթով շունչ որ քաշեք, ուզում եմ այն կենտրոնանաք ձեր քթի ծայրի վրա, ուզում եմ շունչը քաշելուց զգացեք շնչի սառնությունը, զգացեք ոնց է ինքը հոսում, դեպի ոնց է բարձրանում դեպի ուղեղ։ Ուղեղով եք շնչում, թե միանգամից գնում է թոքեր։ Դա նկատեք, նորից ենք շնչում, քթով շնչում եք ու ուղղորդեք ամբողջ ձեր կենտրոնացմամբ ուղղորդեք ձեր շունչը մինչև որովայն։ Նորից բերանով արտաշունչ, չենք շտապում, հանգիստ գնում եք, բոլորդ կհասցնեք, բոլորդ շատ հիանալի գալիս եք ձեր տեմպով։ Նորից ինչ ենք անում, նայեք, քթով շնչում ենք, զգալով շունչը, սառնությունը, տաքությունը։ Կենտրոնացեք քթի ծայրին, ուղեկցեք, մի փոքր քաշեք, մի փոքր ուղղորդեք, զգացեք ամբողջ մարմինը։ Հիմա բերանով նորից արտաշունչ։ Եկեք ներկայություն, նկատում եք, մտքերը արդեն հանդարտվում են ձեր։ Նկատեք, որ ձեզ թելադրող միտքը հիմա արդեն կամաց ինքը հետ է իջնելու։ Փոքր քայլերով։ Այդպես է տեղ ունենա։ Հիմա ես ձեզ սկզբում ասացի, որ երկու տեսակի ուշադրություն մենք ունենք, կենտրոնացում, հեսա դրա տարբերությունն եք հասկանալու, ոնց օգտագործեք ձեր առօրյայում, ինչա տալու դա ձեզ։ Շատ հիանալի բաներ է տալիս ու ասում եմ ձեզ, իրական super power եք ման գալիս, ձեր գերբնական ուժ եք ման գալիս, բայց այդ բոլորը գտնվում է ձեր ներսում, իրանք ու այդ ամեն ինչը ձեր ամենօրյա օգտագործման, զարգացման այդ հումքն է։ Ուղղակի ձեր ուշադրությունը, նայեք, ուշադրությունը ինքնին, ինքը հում էներգիա է։ Ինքը չմշակված էներգիա է։ Այդտեղ ինչն է օգնում, որն է իրան ուղղություն տալիս է այդտեղ կենտրոնացումը։ Ես պատահական չի, որ սկսեցի ուշադրությունից։ Ես հետևի կողմից եմ եկել այս թեմաները, որը որ ուզում եմ փոխանցեմ։ Հենց ազատ այս տեսակ։ Հիմա նայեք։ Հիմա ովքեր որ գործ արել են, պրակտիկաներ արել եք, դա շատ հեշտ պետքա ստացի ձեր մոտ։ Հիմա նկատեք, որ ձեր ուշադրությունը գտնվում է ուղեղի այս գագաթի ներսի հատվածում, ու ինքը դրսում է, ինչ որ մի հատվածում է, պտտվում է, քննարկում է, ինչ որ մտքեր է առաջանում, մտածում է իմ ասածների շուրջ։ Մի հատ դա զգացեք։ Շատ կարևոր է։ Զգացեք։ Հիմա նայեք։ Հիմա ուշադրությունը զգացիք, որ ինքը թշկոտում է ինչ որ տեղերով, ինչ որ ուղղություններով։ Ստեղ ինչա պետք անել։ Հիմա բերեք դեպի աչքեր։ Հետ եկեք, հիմա աչքեր, մարմին եկեք ու փորձեք ձեր աչքերով հիմա նայեք։ Փորձեք։ Հիմա ինչ տեղի կունենա։ Կտեսնեք, որ մտքերը ձեզ նորից շեղելու են։ Հիմա իմ ասածը նա է, որ դուք շնչեք, հիշեք, ես սկզբում ասեցի, այսօրվա ձեր ամբողջ ընթացքում
Դուք փորձեք հանգիստ, մեղմ շնչեք ու ամենակարևորն է մնա ամբողջ կենտրոնացմամբ։ Ոնց կտեղի կունենաք, տեսնեք մեկ է թռչկոտում ա մտքերում եք, հետ եկեք նորից ձեր աչքեր, հայացքի կենտրոն, նորից ու նորից, ու լսեք ստեղ ես ինչ եմ փոխանցելու, ու մենք պետք է անցնենք երկու իրական հարց կա, որ դուք պետք է պատասխանեք ինքներդ ձեզ։ Մի փորձեք պատասխանը անկյունները կլորացնեք, մի փորձեք ձեր փափուկ բարձնեք ձեր գլխի տակ, մի փորձեք ձեզ արդարացնեք։ Ստեղ մենք միացել ենք, որ միասին կարողանաք անցնեք դուք, որովհետև անհատապես շատ քչերն են անում այս ամեն ինչը։ Ինչի համար եմ ես փոխանցում, որովհետև անհատապես սայթակում եք ձեր ընթացքը ինչ է տեղի ունենում, Instagram-ն է վերցնում ձեր էներգիան, վերցնում է անցյալի պատմությունները, վերցնում է ձեր անվերջ հետաքրքրասիրությունը, վերցնում է ձեր անվերջ սովորելը, անվերջ դեռ պատրաստ լինելը, այդ չեք ինչ-որ բան, այդ հարցերը պետք է անեք։ Հիմա հիշում եք, կենտրոնանում եք նորից աչքերում, ես պարբերաբար կհիշացնեմ, նորից մարմին, աչքեր, հայացք, մնում եք այս այստեղ, ձեր կենտրոնացումը փախնելու է, սինխրոնացրեք, նորից հետ բերեք իրար։ Դժվար է սա անելը, այո, բայց սա ինչ կտա ձեզ, վերջում կիմանաք ինչ է տալիս։ Հիմա հարցը ուզում եմ մարմնով զգաք, ուզում եմ ձեր ներսում զգաք, հիմա դուք ինքներդ ձեզ հարց տվեք, դուք զգում եք, որ ձեր ամբողջ կենտրոնացումը, ամբողջ ձեր ֆոկուսը ակտիվորեն գտնվում է ձեր իշխանության տակ, թե զգում եք, որ ձեր ֆոկուսը, ձեր կենտրոնացումը ինքը մասամբ գտնվում է ձեր տիրապետության տակ, մասամբ գտնվում է ձեր էմոցիաները, երբ որ ձեզ տրիգերից են անում, տխրություն եք զգում, անհանգստություն, ագահություն, նեղվածություն, ուրախություն, թե այդ վիճակումը ինքներդ ձեզ պատասխանեք, թե ձեր ուղեղի ծրագրեր կան գիտակցության ներսում, որոնք որ առաջ են բարձրանում, դրանք որոնք են վախերի տեսքով, երբ որ չեք վստահում ինքներդ ձեզ, չեք վստահում ձեր ընթացքին, չեք վստահում ձեր արդեն իսկ իմացած ու ձեռք բերած փորձերը, երբ որ դուք չեք կարողանում ձեզ լսել, ձեր ներսի աշխարհը, մնում եք այստեղ աչքերով նորից այդ հարցին պատասխանեք ինչու, որովհետև ինչ-որ բան կարգավորելու համար, սինխրոնացնելու համար պետք է նախ եւ առաջ իմանաք դուք որտեղ եք գտնվում, առանց ձեր հիմա ձեր ներկա վիճակը իմանալու, առանց ինքներդ ձեր տոտալ անկեղծ լինելու, չեք կարող դուք հասկանալ ձեր վիճակը, դրա համար այս հարցին պետք է իրոք պատասխանեք, թե գործ եք անում հիմա, որովհետև վերջի մենք մոտ 5-6 տարիների ընթացքում, ովքեր որ անցել են այս նոր շերտով, ովքեր որ սկսել են արտանցում ասածը, ինչ է լինում, հազար բարի, մենք պրակտիկա հանդիպում ենք, համ զրուցում ենք, համ փորձեք ձեր գիտակցությունը, ամբողջ ձեր կենտրոնացումը եկեք աչքեր։ Հիմա սկզբում ես ասացի պատասխանեք, լսեք ձեզ, լսեք ինչ է կատարվում ձեր ներսում։ Հիմա ես սկզբում ասացի, որ ուշադրությունը ինքն իրանով ում տեսակի ինքը էներգիա է, ում այսինքն չմշակված, ուղղություն չունեցող, ուշադրությունը դա մեր առաջնային էներգիան է, ուշադրությունը տալիս է ստեղծում, բայց այդտեղ մեզ սովորեցրել են, որ մեր որոշումները ինքը հստակ է կատարում, ես նստեցի, մտածեցի եւ որոշումս կայացվեց, այսինքն որոշումս կայացվեց ոնց որոշեցի, որ երկիր գնամ, որոշեցի ինչ սովորեմ, որոշեցի ինչ ուղղություն ընտրեմ իմ կյանքում։ Մեզ այդպես են սովորեցնում, որ որոշումը դու միանգամից ես կատարում ու դա մենակ ուղեղի արդյունքն է։ Արդյունքն է որ տրամաբանության նստում եք, համեմատում եք, դա կա, այո, բայց մենք մեր ամեն ընտրությունը անում ենք միլիարդավոր միկրո գործոնների իրաց ամբողջականության հիման վրա։ Ամբողջ։ Հիմա ասեմ մանրուքները ոնց։ Սկսած սրտի աշխատանքից, սկսած ձեր շնչառության տեմպից,
սկսած ձեր ձայնի տեմբրից, սկսած ձեր մարմնի կառուցվածքից, կանգնած ձեր դիրքից, հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ ամեն ինչը այդպես։ Ձեր այդ պահին ունեցած ներսում էմոցիոնալ առողջ վիճակը, ձեր ունեցած փորձառությունների վիճակը, ինքը միանգամից չի այդ ամեն ինչը հաշվարկվում։ Բոլորը միանգամից գործոնները ոնց է տեղ ունենում, մարմինը փոխանցում է ֆասցիայի միջոցով, ովքեր որ կան մեր ֆասցիա դասընթացին, ովքեր որ պատրաստում են ձեռք բերեք, դա ձեր ամբողջ կյանքի համար է լինելու։ Ուղղակի զգացեք, ովքեր որ տեղյակ չեն ինչա մեր ֆասցիա դասընթացը, դա մեր մարմնի ամբողջական աշխատանքն է, մարզելն է, ամրացնելն է ու ձեր էներգետիկ բլոկական բոլոր տեղերով անցնում եք։ Հիմա ովքեր են շեղվում, մի շեղվեք, հիշեք այսօրվա ամբողջ հանդիպումը ոնց պետք է անցկացնեին, մնացեք ուշադրության այն տեսակը, ձեր կենտրոնացումը նորից վերադարձրեք ձեր աչքեր, սովորեք աչքերում։ Հիմա երբ որ լսում եք, պատկերացրեք ես ձեր դիմաց նստած խոսում եմ ու այդ eye contact-ը, ձեր աչքի հայացքը պահեք այնպես ոչ թե իմ համար, այլ դուք իրոք նայեք ձեր աչքերով եւ վերջ։ Փախնում է գիտակցությունը, շնչում ու վերադարձնում ենք։ Ես չաթը ճիշտ ասած փակել եմ։ Okay, բան չկա։ Ահա։ Հիմա բայց ուշադրությունը ինքն իրանով, հիմա նայեք, մենք չենք կարա իրան ասենք ինքը ուղղություն ունի, որովհետև ինքն իրանով չունի ուշադրությունը, ուղղություն։ Ուղղություն ասելով որն է, այն ինչը որ դուք ուզում եք ստեղծեք ձեր կյանքում։ Ասենք այս 3 ամսվա ընթացքում ես ուզում եմ հասնեմ այս կետի։ Կլինի դա ֆինանսական, կլինի դա ձեր անգլերեն եք ուզում սովորեք չիներեն, կապ չունի, որ ուղղությամբ եք ինչ եք ուզում զարգացնեք։ Դրան ով է օգնական գալիս։ Օգնական է գալիս կենտրոնացումը, որովհետև նայեք, վերցնենք գրքի օրինակը, չէ, գիրքը կարող եք դուք ուշադրությամբ նայեք, բայց դուք 20 րոպե նստել կարդալու համար այդտեղ ձեզ պետք է գալիս կենտրոնացման ուժը։ Կենտրոնացման ուժը ինչ է հանդիսանում։ Ինքը գիտեք ինչ, անջատում է ձայները արտաքին աշխարհի, անջատում է արտաքին աշխարհի ձեր ունեցած համոզմունքները ու ձեզ բերում է կենտրոնացնում է, հասկանում եք։ Անգլերենում արտահայտություն կա, կոչվում է laser focus, երբ որ ձեր լազերային ձեր կենտրոնացած եք լինում։ Իսկ ինչ կտա ձեր կենտրոնացմանը։ Հենց հիմա դուք պարապացնում եք կենտրոնացած ասածը։ Ոնց եք պարապացնում։ Շնչում եք, հետ եք վերադարձնում ձեր մտքերից։ Ուղղակի թույլ տվեք, թող ձեր մտքերը հիմա պտտվեն։ Դուք ձեր մտքերը չեք։ Դուք անկախ եք իրանցից։ Իրանք թող ազատ պտտվեն։ Մի դատեք, մի քննադատեք իրանց, մի որակավորեք, սա լավ մտքեր է, վատ մտքեր է։ Ձեր գործը ասում եմ, ոչ թե ձեր մտքերի հարցերը լուծելն է, հասկանալն է իրանց, այլ ձեզ կենտրոն բերելը նորից ու նորից։ Դժվար է սկզբից, այո, բայց հետո ինչա տեղ ունենում, դուք չեք կորցնի սա էլ։ Սա պետք է պարապացնել ամեն օր։ Ինչա տալիս սա։ Ֆիլտրում է, նայեք, հանդիսանում է շատ հզոր ֆիլտր, ինքն իրանով հենց կենտրոնացում է, որովհետև երբ որ ունեք նպատակ, հասկացել եք, որ ձեր ուշադրությունը այդտեղ ուզում եք դուք տակ, այդ փորձառությունը ձեզ պետք է, կենտրոնացումը ինչ է տալիս, կենտրոնացումը փոքրացնումը ցույց է տալիս արդեն ճանապարհն անցնելու համար ոնց, որ դուք նախ առաջինը սկսեք ինքներդ ձեզ տեսնել, հարց տակ, իմ խոսքը ինձ դուր գալիս է, իմ ձայնը ինձ դուր գալիս է, իմ շարադրանքը, իմ բացի մենակ դա չէ, այդ մենակ մեխանիկական բառերը չէ, բա մարդկային շփման ժամանակ դուք կարողանում եք պահեք, դուք կարողանում եք լսեք, դրանք մտնում է կենտրոնացման մեջ, հասկանում եք, ինքը մի հատ մեծ սենյակ է ձեր գիտակցության, որը որ մենակ բառն ենք ուսումնասիրել, մենակ իմացել ենք դրա մասին մարդկության, ասել են, որ կան ինչ-որ մարդիկ, որ ինչ-որտեղ պարապացնում են իրանց կենտրոնացումը, մենք մտածել ենք դա մեզանից առանձին ինչ-որ բան է, դա ձեզանից առանձին չի, պատասխանատվությունը ուղղակի պահանջում։ Պատասխանատվությունը պահանջում մեկ էլ ուժ, ամրություն ներքին իրական առատություն ու սեր։ Հիմա հարց եմ ուզում տան, ովքեր որ հիմա անցնում են
այս մաքրումներով, ովքեր որ անցնում են իրանց կյանքը դասավորելով, պետք է անցնեք դրա միջով, ովքեր որ անցնում են լռության միջով, ովքեր ում որ ոչ մեկ չի մազանգում, ոչ մեկ չի գրում եւ այլ, ոչինչ, գնահատեք այդ շրջանը, այդ շրջանը, որտեղ որ դուք սովորել եք ինքներդ ձեզ լսել։ Դա շետապակ արթնացման շերտերից մեկն է դա։ Փորձեք ինքներդ ձեզ լսել։ Աչքերից ում գիտակցությունա փախնում։ Ես չաթը մտնեմ։ Ընթացքում կարակ գրեք։ Ես հասկանում եմ, որ պետքա մնաք ձեր աչքերին, բայց դուք հիմա պետքա սովորեք, դուք աչքերից հիմա նաև գրեք։ Դուք պետքա սովորեք, որ ջուր խմեցիք, չփախնեք մտքով։ Իսկ ի՞նչ է տեղ ունենում։ Երբ որ դուք ջուր եք խմում, փախնում է ձեր կենտրոնացումը։ Կենտրոնացումը հիմա նայեք։ Հիմա ի՞նչ է տալիս կենտրոնացումը։ Ոնց կենտրոնանանք։ Ձեր ուղեղը անվերջ ձեզ հարց է տալու, ես ոնց կենտրոնանամ։ Ձեր գործը չպատասխանելն է ձեր ուղեղին, այլ թե իրան թելադրելը, հրահանգելը ձեր ներսի 6-րդ կենտրոն, ոնց ուզում եք պատկեր տեղը կա, հասկանաք, դուք ձեր մարմնում եք գտնում ամբողջական։ Ամբողջական։ Տեղից պատասխան գտեք։ Անվերջ շորանջում եմ։ Դա ձեր էներգետիկ մարմինն է սնուցվում այստեղ։ Ուրեմն ձեր էներգետիկ մարմինը դեռ պետքա սնուցվի, ովքեր որ հորանջում են, ովքեր որ դեռ նոր է իրանց համար։ Ուրեմն ձեր էներգետիկ մարմինը դեռ թույլ է։ Մի նեղացեք այսօր այդպես եմ ասում։ Ես ասում եմ, որ ճիշտ գործ անեք։ Հորանջում եք, հետո ասեմ ինչի, որովհետև ստեղ ապահով տարածք է, իմ էներգետիկ դաշտը ապահով տարածք է ձեր հոգու համար։ Ձեր նյարդային համակարգը հանգստանում է այստեղ։ Լարվածություն, տագնապ չունեք հիմա ներսում, եթե նկատեք, տեսնեք, որ տագնապ չունեք։ Ես ուզում եմ, որ ձեր դաշտը դառնա այսպիսի, որ ձեր տանեցիները, ձեր կողակիցները, ոչ թե դուք իրանց ուզեք փոխեք, ոչ թե դուք իրանց ուզենաք ինչ-որ բան ասեք, այլ ձեր ներկայությունը։ Հիմա զգում եք իմ դաշտում բոլորը խաղաղվել եք։ Հիմա եկեք ներկայություն, էլի, հիմա նորից եկեք աչքեր։ Ովքեր որ անում են, լսում եք ինձ, եկեք նորից ձեր աչքեր։ Զգացեք վիբերը։ Հիմա թույլ տվեք, տեսեք ձեր մտքերը ինչ տեսակով են աշխատելու ընթացքում։ Սկսել են հարցեր տալ։ Սկսել են ասել, լավ չլսեցիր ոնց որ։ Մեկ չվստահ է ձեր լսածը։ Ու ինչ է տեղն ունենում, նայեք ժամանակային խառնում եք տեղերը, ընկնում եք այն հինն եք ուզում դասավորեք։ Ընթացքը հիմա ընդունեք այս ընթացքը։ Հիմա եկեք մի հատ կոդ ասեմ, գրեք ձեր էներգետիկ դաշտում։ Ինտեգրեք։ Պատրաստ ենք, այո։ Հրահանգեք ձեր դաշտին, հրահանգեք ձեր էգո համակարգին, ձեր ներսի գիտակցության բոլոր շերտերին։ Հրահանգեք, ասեք. ես եմ ընտրում, թե ինչն է արժանանում իմ կենտրոնացմանը։ Ձեր ֆոկուսին։ Նորից ես եմ տալիս արժեքը, արժևորեք, մի թույլ տվեք ոչ մեկի։ Մի թույլ տվեք ոչ մեկի, մի թույլ տվեք ոչ մեկի, գիտեք ոնց սահուն խոսքեր, գույնզգույն պատկերներ, ոչ, օգտագործեք ձեր արթուն կենտրոնացումը, նորից ու նորից, տհաճ լինելու, այո, որովհետև անկեղծության շերտ պետք է բացեք ձեր հետ, բայց ասեմ ձեզ, ամեն շերտն անցնելով, ամեն վախը մարմնում թույլ տալով անցնելով, հիմա նորից եմ հիշեցնում, ինչ հիմա կարտանա, հիշեք, շնչում ենք, վերավ արտաշնչում ենք, մարմնավորվեք, մարմին, էլի, լծվեք, ամուր, հիմա զգում եք, որ ձեզ ոչ մի միտք չի կարողանում շեղել, չի կարողանում վախացնի, այս սա է կարևոր, սա է շատ կարևոր, սա է պրակտիկան ձեր, մի փնտրեք աստրալ աշխարհներում պատկերներ, մի փորձեք, ապեր հաստատեք աստղային տարբեր համակարգերի հետ, դրանց ժամանակ երբ որ գա, կանենք, բայց մենք հիմա ֆիզիկական դաշտում ենք, ստեղ մարմնավորելու գործ կա, ովքեր որ անցնում են տարբեր պրակտիկաներով, ձեզ ամբողջականացրեք ուղղակի, ձեզ մի հատ թողեք, մի մաս էստեղ, մի մաս այնտեղ, ես էսրանով եմ զբաղվել, ես սա գիտեմ, ես նա գիտեմ, դա ձեր փորձառություններն է եղել, այո, հավաքեք, կլորացրեք,
Բերեք ձեր առօրյա դաշտ, ձեր հարաբերություն, ձեր ընկերություն, ձեր ֆինանս, ձեր արժեհամակարգ։ Իմ համար հեշտ չի եղել։ Ես երբ որ սկսել եմ այսպես աշխատել, ես սկսել եմ չաշխատել։ Ես հստակ մարմինս ու ներսիս իմ հոգին, որովհետև ես չեմ ուզում աշխատել 3D համակարգում։ Ես չեմ ուզում իմ ժամանակը վճարվի ոչ թե իմ արած գործով, հասկանում եք, ես գնում եմ այնտեղ մարդիկ առողջանում են, մարդիկ ձեռքբերումներ ունեն ու դու վճարում ես ժամանակով, ոչ թե քո արդյունքներով։ Դա այն մեզ սովորացրել։ Բոլորի համար ոչ։ Մի սպասեք, որ ձեր ընկերը ձեզնից ուժեղ է, մի սպասեք, որ ձեր բարեկամը ձեզնից ուժեղ է։ Իրանք ուժեղ կտեսնեք, որ ձեր կողքով են գալիս, հասկանում եք ինչ եմ ասում։ Շատ տեսանելի է այդ ամեն ինչը։ Ոնց կտեսնեք, ինչ որտեղ կհանդիպեք, կտեսնեք, որ մարդը խոսում է առողջ մտքերից, առողջ գաղափարներից, ոչ թե կրկնում է խոսքեր, ոչ թե կրկնում է ինչ որ կուռքեր չունի այդ մարդը, ոչ մեկի չի հետևում, նորություններ չի նայում, ու չի խանգարում իրան, ինքը վախի մեջ չի ապրում։ Ստեղծելու մեջ ապրեք։ Ստեղծելու հիմա մի շատ կարևոր շերտ, ասեցի չէ, մեզ փետրվար ամսից բացվել է այդ շերտը նոր։ Այսինքն հունվարից արվում է, ուղղակի մաքրումներ կան, պետքա անցնեք այդ մաքրումներով, որ ձեր նոր իրական, ոչ թե նոր, այլ ձեր իրական ինքնությամբ սկսեք ապրել։ Այն իրական Ռաֆին, այն իրական այն մարդը, ովքեր որ ստեղ մասնակցում են, ձեր անունը ձեր ներսում տվեք ու հասկացեք, որ դուք կարիք չունեք ոչ մեկի առաջ, դուք փոքրանալու, արդարանալու, թե դուք ինչ ձևի եք, ինչ ձև եք ապրում։ Մի առանձնացրեք ձեր ինքնաճանաչմանը, ինչով որ զբաղվում եք, մի թաքուն պահեք ձեր հարևան բարեկամներից։ Ամաչում եք, հա? Վախում եք, որ կասեն, «Վայ, ես իմ ինչերով եմ զբաղվում, ինչերով է զբաղվում մարդը»։ Ինչ է զբաղվում, որ իր լյարդը հասկանար, թոքերը, էմոցիաները։ Այդ պարզ աչքերով նայեցեք, կարող պատասխանել։ Ոչ։ Իսկ դուք վախում եք հարց տալ այդ մարդկանց։ Հենց հարցը տալիս, հարց առողջական վիճակը ոնց է հիմա։ Ոչ թե կծել, ոչ թե վիրավորել, այլ մարդկանց մտ բերեք ներկա, էլի, իրոք այսօրվա մեր ամբողջ ինչ խոսելու ենք, ես տեսնում եմ այդ նշանները, շատ ապրեք։ Այդտեղ է հարցը։ Այդտեղ է հարցը, դուք ամոթ բանով չեք զբաղվում, հասկանում եք, այսօր տեսեք մարդիկ ինչեր են նկարում, ինչ կոնտենտներ են գցում, իրենց ընտանեկան վիճակները, այդ հումորները, կրկնվող իրականությունները, ինչ որ մեկը մի բան նկարում է, ստացվում է, իրոք սկսում են կրկնել, ցաղ, ռուսը, բոլոր ազգերը մտնում ես, բոլորը կրկնում են։ Դուք դրա համար չեք ստեղ։ Իրոք։ Ու հիմա տեսեք երկարացնում, հա, ասում եմ հեսա ասեմ ու երկարացնում եմ։ Ինչն եմ երկարացնում, որ պետքա հստակ ձեր ներսում switch անեք, փոխեք ձեր ամբողջ էկրանը ներսի, բավական, մարմնի ձեր բջիջների մակարդակով, ատոմների մակարդակով, ձեր ամբողջ կենտրոնացմամբ, ինչը նկատեք, դուք ապրում եք, որ ամեն ինչ պակաս է, ուժը պակաս է, էներգիաները պակաս է, թե դուք ապրում եք սիրո կենտրոնից, երբ որ ամեն ինչ առատ է, երբ որ երկրագունդը մեզ անverջ սնունդ է տալիս, երբ որ բնությունը ինքը ավտոմատացված էկո համակարգ է, այդտեղ է պետք, այդտեղ գտեք ձեր արարչական մասնիկը, այդտեղ գտեք, ոչ թե դրսում փնտրեք